Բարև ձեզ։ Մենք սկսում ենք մի նոր հաղորդաշար Նոյեմբյանի Պապոնց տուն կոչվող շենքից, որը Նոյեմբյանի Սուրբ Սարգսի գեղեցունքից կառույց է, որ կոչվում է Պապոնց տուն։ Եվ որոշեցինք այս արվեստանոցը, որպեսզի ավելի դինամիկ, ավելի պրակտիկ եւ ավելի հասանելի լինի ոչ միայն մեր նոյեմբյանցիներին, այլ նաև նրանք, ովքեր որ նոյեմբյանից դուրս են գտնվում, հաղորդաշարեր ունենալ մշակույթի վերաբերյալ, արվեստի մշակույթի վերաբերյալ։ Մեր հաղորդաշարի իմաստը կայանում է նրանում, որ մենք եւ ընդհանրապես մարդկությունը շատ է հեռացել հոգեվորից։ Ամեն լավ բան վերեածվել նյութական ինչ-որ բաների, որին իրանք արժեք են համարում, բայց նյութականը չի կարող արժեք լինել, երբ որ կա հոգևորը։ Եվ մեր մտայնությունը նա է, որ մենք խոսենք առողջ մշակույթի մասին, առողջ արվեստի մասին, որը դժբախտաբար այսօր շատ մեծ բաց ունի, ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Երևի թե թերևս Հայաստանում շատ ավելի հոգևոր է մշակույթը, քան որ ես օրինակ տարբեր երկրներում եմ եղել, տևական ժամանակ ապրել եմ եւ տեսել եմ ոնց է արվեստը գահավիժել մշակույթը, հոգևորը ընդհանրապես, որի արդյունքում ահավասիկ տեղի ունեն պատերազմներ, նյութի ճակատամարտեր, որոնք որ պայմանավորված են նյութով, եւ մեր այս արվեստանոցի հիմնումը եւ մեր զրույցները միտված են նրան, որ մենք կարողանանք մեր կարծացի չափ մոտենալ հոգևորին, այսինքն թե աստվածայինին։ Եվ ահավասիկ մեր արվեստանոցը մենք ուզում ենք, որ դինամիկ լինի, հաղորդումները կլինեն եւ արվեստանոցից եւ Փառք Աստծո մենք ունենք այդ հնարավորությունը Նոյեմբյանի հրաշք աշխարհը, որը հաճախ դուրս կգանք բնության մեջ եւ կծանոթացնենք նաեւ մեր բն աշխարհը եւ հաղորդումները ընդդեղից կտրվեն։ Հյուրեր կունենանք տարբեր ոլորտների եւ պրոֆեսիոնալներ, որոնք կներկայացնեն մեր հայոց աշխարհը եւ հայոց ճարտարապետությունը եւ հայոց մշակույթը բոլոր ոլորտներում։ Այստեղ մեր արվեստանոցը երևի թե մի ամսից ավել է, որ ընդամենը գործում է, եւ մենք ամեն շաբաթ հյուրեր ենք ունենում Նոյեմբյանի տարածաշրջանի մշակույթի օջախներից, որոնք ներկայացնում են իրենց գործերը, իրենց անելիքները, գրադարանը, մշակույթի տունը, գեղարվեստի դպրոցը եւ այդպես շարունակական պիտի լինի եւ երաշտական դպրոց եւ այլն։ Ես շատ եմ ուզում, որ մենք բոլորս միասին մի կառույց կարողանանք դառնալ եւ մեկը մյուսին կարողանանք լրացնել եւ մի բռնցքված մշակութային հենակետ ստեղծենք մանավանդ սահմանավերց մեր Տավուշի մարզում, որի անհրաժեշտությունը կարծում եմ շատ կա։ Եվ նաեւ մեր հաղորդումը միտված է լինելու ինքնաճանաչողության։ Մենք մեզ օտար մարդիկ, մեր ոչ բարեկամները, մեղմ ասած, հիանալի գիտեն ով է հայը, եւ մեր այդ հատկանիշները իմանալով հանդերձ օգտագործում են մեր դեմ, որից մենք տեղյակ չենք, ով ենք եղել անցյալում, ով ենք հիմա եւ ով ենք լինելու վաղը։ Իմ համոզմամբ եւ ոչ միայն իմ համոզմամբ հայը սկիզբն է ամեն ինչի եւ մեր ինքնաճանաչողությունը բերելու է մեր ինքնաարժևորմանը։ Մենք իրականում միասնական ժողովուրդ ենք, ինչպես ասում էր Համոսայանը, բայց մեզ չգիտես ինչու համոզել են, որ մենք միասնականություն չունենք։ Դա այդպես չի։ Ժողովուրդ ջան, իրականում մենք շատ միասնական ենք եւ դա տեսանելի է Հայաստանից դուրս հատկապես։ Դե մենք ոնց ենք փնտրում հայերին, որ գտնենք մի հատ հայ կամ հայերեն խոսող, որ լսում ենք, որ միտեղ հայերեն են խոսում, անմիջապես զգում է մեզ դեպի իրեն։
Եվ ահա այս մեր եւ արվեստանոցը եւ մեր հաղորդումները միտված են հատկապես հոգեոր եւ մշակութային իմաստով ինքնաճանաչողության, որի ուղղությամբ մենք աշխատելու ենք, աշխատում ենք, սկսել ենք աշխատել եւ աշխատելու ենք եւ մեր խմբերի մեջ, մեր ժողովրդի մեջ ընդգրկել ենք բոլոր նրանց, ովքեր որ այդ մտնայնությունը ունեն իրենց մեջ, որոնք դրա կարիք ունեն։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ այն, որ մենք սկսում ենք այստեղ 18-ից բարձր տարիքի մարդկանց համար արվեստանոց ստեղծելուն, ես ենթադրում եի, որ մի 5-6 հոգի հավանաբար կարող են որ հետաքրքրի իրենց, բայց ի զարմանս ինձ արդեն մոտ 30 հոգի ունենք, որոնք որ սիրով հաճախում են, տարբեր տարիքի մարդիկ են, տարբեր մասնագիտության եւ այս արվեստանոցը գնալով ավելի հետաքրքիր, ավելի բովանդակալից է դառնում։ Մենք այստեղ ունենք դաշնամուր երաշտական գործիք, որ ունենք նաեւ ուսանողներ, այսպես ասած, որոնք որ երաշտական դպրոցի ուսուցիչներ են, նավակում են, բանաստեղծություններ են կարդում եւ այլն։ Եվ ահա մեր այս սկիզբը մենք ազդարարում ենք այսօր այս հաղորդմամբ եւ յուրաքանչյուր հաղորդումը կունենա մի ոլորտ, մի նպատակ, ենթադրենք, ասենք, մեր անցյալի մշակույթը կամ համաշխարհային մշակույթը կամ մենք մեր դերը համաշխարհային մշակույթի մեջ անցյալում հիմա եւ վաղվա տեսլականը ինչպեսին պետք է լինեին, ինչպես որ մենք սովորաբար ամեն շաբաթ ունենում ենք կարճ դասախոսություններ արվեստի մասին, ահա հաղորդումները ավելի արմատական ձևով մենք կիրականացնենք։ Մեր միասնականությունը կարող է հաջողություն ունենալ, երբ որ մենք կարողանանք գնահատել իսկապես արժևորել մեկս մյուսից։ Այսօրվա համար, առաջի հաղորդման համար այսքանը, հուսամ, որ հետաքրքիր կլինի ձեզ եւ մենք կունենանք ձեր կողմից աջակցություն գոնե բարոյական իմաստով։ Շնորհակալություն առայժմ։